Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրու դու մտնում ես մի սենյակ, որտեղ բոլորը խոսում են Աստծո մասին, բոլորը աղոթում են, բոլորը հոգևոր խոսքեր են ասում, բայց դու ոչինչ չես հասկանում։ Մի քանի րոպե անց դուրս ես գալիս ու մտածում, այստեղ ինչ-որ բան այն չէ։ Հիմա մի ավելի սուր հարց. կարող է մարդը Աստծուն սիրել, բայց իր հավատքով ուրիշին հեռացնել Աստծուց։ Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված առաջին համակի 14-րդ գլխում հենց այս հարցն է դնում մեր առաջ։ Նա ասում է, հոգևոր կյանքը ցուցադրություն չէ։ Եթե քո խոսքը ոչ ոքի չի կառուցում, եթե քո աղոթքը ոչ ոքի չի օգնում, եթե քո հավատքը մարդկանց ստիպում է հեռանալ Քրիստոսից, ապա պետք է կանգնել ու հարցնել. ես Աստծուն եմ ծառայում, թե ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, թե որքան հոգևոր եմ ես։ Փառք Աստծո, ձեր բոլորից ավելի շատ լեզուներ եմ խոսում, բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ 5 խոսք ասել բանականությամբ, քան անթիվ անհամար խոսքեր լեզվախոսությամբ։ Եղբայրներ, երեխա մի եղեք դատողություն ունելիս, այլ երեխա եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահաս եղեք։ Օրենքի մեջ գրված է. օտար լեզուներով ու օտար շուրթերով եմ խոսելու այդ ժողովրդի հետ, բայց ոչ էլ այդպես են լսելու ինձ։ Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների, այլ հավատացյալների համար։ Ապա եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի եւ բոլորն էլ լեզուներ խոսեն, այն երբ անտեղյակ կամ անհավատ մարդիկ մտնեն այնտեղ, արդյոք չեն ասի, դուք գժվել եք։ Իսկ եթե բոլորն էլ մարգարանան եւ անհավատ կամ անտեղյակ մեկը մտնի այնտեղ, բոլորի կողմից կհանդիմանվի իր հանցանքների համար, բոլորի կողմից կքննվի եւ նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսնիվայր ընկնելով կերկրպագի Աստծուն եւ կխոստովանի. արդարև Աստված ձեր մեջ է։ Ամեն։ Ես ավելի շատ լեզուներով եմ խոսում, քան բոլորդ։ Պողոս առաքյալը չի մերժում հոգևոր պարգևը, ընդհակառակը, նա ասում է, որ ինքը բոլորից ավելի շատ լեզուներով է խոսում, բայց հետո մի կարևոր բան է ասում. եկեղեցում ավելի լավ է 5 հասկանալի խոսք ասել, քան 10,000 խոսք անհասկանալի լեզվով։ Այսինքն, քանակը դեռ որակ չէ։ Կարելի է շատ խոսել Աստծո մասին եւ ոչ մեկին Աստծուն չմոտեցնել։ Կարելի է մեկ նախադասությամբ ասել մի բան, որը մարդու կյանքը կփոխի։ Այսօր հատկապես սա կարևոր է, քանի որ մենք ապրում ենք կարճ տեսանյութերի, վերնագրերի, արագ խոսքի եւ անընդհատ տեղեկատվության դարում։ Մարդիկ օրական հազարավոր բառեր են լսում, բայց հարցն այն չէ, որքան ես խոսում, հարցն այն է, քո խոսքից հետո մարդը Աստծուն ավելի է մոտենում, թե ավելի է հեռանում։ Եկեղեցում երադասում եմ 5 խոսք ասել իմ մտքով։ Պողոս առաքյալը 5 խոսքը հակադրում է 10,000 խոսքի։ Սա հոգևոր կյանքի մեծ սկզբունք է, պարզությունը ուժ է։ Երբեմն մենք Աստծո մասին այնպես ենք խոսում, որ նույնիսկ հավատացյալ մարդը չի հասկանում մեզ, բարդ բառեր, բարդ բացատրություններ, շատ տերմիններ, բայց ավետարան առաջին հերթին պետք է հասնի մարդու սրտին։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը հաճախ շեշտում է, որ ուսուցչի խոսքի նկատմամբ սեփական գիտելիքը ցուցադրելը չէ, այլ լսողի հոգին կառուցելը։ Այսինքն քարոզիչը պետք է հարցնի ոչ թե ինձ ինչքան խելացի կհամարեն, այլ մարդն ինձ հասկանալու է արդյոք։ Եղբայրներ, մտքով երեխաներ եղեք։ Եղբայրներ, մտքով երեխաներ մի եղեք։ Պողոսը շատ հետաքրքիր տարբերակում է անում. չարի նկատմամբ եղեք մանուկներ, բայց մտքով եղեք հասուն։ Այսօր մենք հաճախ հակառակն ենք անում, չարի նկատմամբ չափազանց հետաքրքրասեր ենք, իսկ հոգևոր հասունության հարցում անհամբեր։ Մարդը կարող է 40 տարեկան լինել, բայց հոգևոր առումով դեռ մանկահասակ։ Մի փոքր վիրավորանք, նա չի խոսում։ Մի փոքր քննադատություն եւ նեղանում է, մի փոքր անհամաձայնություն եւ սկսում է ատել։ Հոգևոր հասունությունը երևում է ոչ թե նրանով, թե
որքան սուրբ գիրք գիտես, այլ նրանով, թե ինչ ես անում, երբ քեզ վիրավորում են։ Օրենքում գրված է օտար լեզուներով պիտի խոսեմ։ Պողոս առաքյալն այստեղ բացատրում է լեզուների պարգևի նպատակն ու սահմանը։ Աստծո տված պարգևները ինքնանպատակ չեն։ Դրանք տրվում են ծառայության համար։ Սա շատ կարևոր սկզբունք է նաև այսօր։ Եթե Աստված քեզ տվել է խոսելու ունակություն, խոսիր մարդկանց կառուցելու համար։ Եթե նա տվել է երաժշտական շնորհ, օգտագործիր Աստծո փառքի համար։ Եթե տվել է ֆինանսական հնարավորություն, ծառայիր։ Եթե տվել է ազդեցություն մարդկանց, մի օգտագործիր, այլ օգնիր։ Շնորհը սեփական փառքի համար չէ։ Գիտեք, 23-րդ համարն է ամենասուր հատվածը եւ այստեղ Պողոսն ասում է, եթե ամբողջ եկեղեցին հավաքվի եւ բոլորը խոսեն լեզուներով, շատ անտեղյակ անհավատ մարդիկ կմտնեն, նրանք կարող են ասել դուք խելագարվել եք։ Սա ահռելի զգուշացում է։ Եկեղեցին կարող է այնքան կենտրոնալ իր ներսի հոգեվոր փորձառության վրա, որ դրսից եկող մարդը ոչինչ չհասկանա։ Եվ հիմա ամենակարևոր հարցը մեր եկեղեցական կյանքը հասանելի է այն մարդուն, ով առաջին անգամ է մտնում եկեղեցի։ Եթե մարդը ներս է մտնում ցավով, իսկ մենք նրան տալիս ենք միայն բարդ բառեր, նա կարող է դուրս գալ նույն ցավով։ Եթե մարդը փնտրում է Աստծուն, իսկ մենք նրան ցույց ենք տալիս միայն մեր սեփական հոգևորությունը, նա կարող է հեռանալ։ Սա նաև յուրաքանչյուր քրիստոնյայի համար է։ Քո ընտանիքը քո առաջին եկեղեցին է։ Եթե դու տանը անընդհատ խոսում ես Աստծո մասին, բայց երեխաները քո վարքում սեր չեն տեսնում, քո խոսքերը կորցնում են իրենց ուժը։ Եթե դու անկեղծ ասում ես Աստված սիրում է քեզ, բայց միաժամանակ նվաստացնում ես նրան, նա կարող է չլսել քո խոսքը։ Մարդիկ նախ տեսնում են մեր կյանքը, հետո լսում մեր քարոզը։ Նա խղճի բնության ենթարկվելով ընկնում է երեսի վրա եւ երկրպագում Աստծուն։ Եվ այստեղ առաքյալը ցույց է տալիս հակառակ պատկերը։ Երբ եկեղեցու մեջ խոսքը հասկանալի է, ճշմարտությունը բացահայտվում է, մարդու սիրտը, մարդը հասկանում է Աստված իսկապես այստեղ է։ Սա է ավետարանի նպատակը, ոչ թե մարդկանց զարմացնել, ոչ թե հոգևոր տպավորություն թողնել, այլ մարդուն Աստծո առաջ կանգնեցնել։ Նրա սրտի գաղտնիքները հայտնի են դառնում։ Աստծո խոսքը երբեմն մեզ անհնար է դարձնում, եւ դա լավ է։ Եթե քարոզից հետո մարդը միայն ասում է, ինչ գեղեցիկ էր, բայց ոչինչ չի փոխվում, գուցե նա պարզապես լսել է գեղեցիկ խոսք։ Բայց երբ Աստծո խոսքը հասնում է սրտին, մարդը սկսում է ասել, ես պետք է ներեմ, ես պետք է փոխվեմ, ես պետք է դադարեմ այս մեղքը գործելուց։ Ես պետք է վերադառնամ Աստծուն։ Այդ բանի խոսքը դարձել է իսկապես կենդանի։ Այս հատվածը մեր ժամանակների մասին է, եւ այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորը ուզում են լսված լինել։ Սոցիալական ցանցերում խոսում են, բոլորը կարծիք ունեն, բոլորը ցանկանում են իրենց 5 րոպեն, բայց քրիստոնեությունը հարցում է, քո խոսքը ինչ է անում ուրիշի հոգու հետ, քո Facebook-ի գրառումը, քո Instagram-ի տեսանյութը, քո մեկնաբանությունը, քո ընտանեկան խոսակցությունը, քո քարոզը, քո խորհուրդը, դրանք մարդուն կառուցում են, թե քանդում։ Պողոս առաքյալի սկզբունքը կարելի է մեկ նախադասությամբ ասել. մի խոսիր միայն խոսելու համար, խոսիր այնպես, որ մարդը Աստծուն ավելի մոտենա։ Այս հատվածը մեզ տալիս է կյանքում կիրառելի մի քանի կարևոր խորհուրդներ։ Նախքան խոսելը հարցրու, սա անհրաժեշտ է արդյոք։ Երկրորդ հարցը թող լինի, սա օգտակար է, երրորդը սա սիրով եմ ասում։ Մի օգտագործիր Աստծո անունը սեփական հեղինակությունը բարձրացնելու համար։ Եթե ունես գիտելիք, օգտագործիր այն մարդկանց օգնելու, ոչ թե նվաստացնելու համար։ Սոցիալական ցանցերում մի մտիր յուրաքանչյուր վիճաբանության մեջ երեխաների հետ Աստծո մասին խոսալուց առաջ Աստծուն ցույց տուր քո վարքով։ Եթե ինչ-որ մեկին ուղում ես, նպատակը թողնի նրա փրկությունը, ոչ թե քո հաղթանակը։ Մի փորձիր մարդկանց վրա հոգևոր տպավորություն թողնել, փորձիր նրանց օգնել հանդիպելու Քրիստոսին։ Ամեն խոսակցությունից առաջ հիշիր, քո խոսքերը կարող են մարդու օրը փոխել, իսկ երբեմն
ամբողջ կյանքը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Կորինթացին ուղղված առաջին նամակի 14-րդ գլխի 18-ից 25-րդ համարները մեզ այսօր շատ անհարմար հարց է տալիս։ Քո հավատքը ուրիշներին Աստծուն է ցույց տալիս, թե միայն քեզ։ Գուցե մենք երբեմն այնքան ենք ուզում ցույց տալ, թե որքան հավատացյալ ենք, որ մոռանում ենք Քրիստոսը մեզ կանչել է ոչ թե ցուցադրելու, այլ ծառայելու։ Եթե քո խոսքը մարդուն օգնում է, խոսիր։ Եթե քո խոսքը մարդուն բուժում է, խոսիր։ Եթե քո խոսքը մարդուն վերադասում է Աստծուն, խոսիր։ Բայց եթե խոսում ես միայն նրան հաղթելու, նվաստացնելու կամ քեզ ցույց տալու համար, ավելի լավ է լռես։ Հիշիր առաքյալի 5 խոսքը ընդդեմ 10,000-ի։ Քեզ պետք չէ շատ խոսել, որպեսզի ազդեցիկ լինես։ Քեզ պետք է ճիշտ խոսել, ճիշտ պահին սիրով եւ ճշմարտությամբ։ Թող Աստված մեզ տա ոչ թե պարզապես շատ խոսելու շնորհ, այլ այնպիսի խոսք, որը մարդու սիրտը կբացի Քրիստոսի առաջ։ Եվ թող մեր կյանքը լինի այնպիսի վկայություն, որ երբ մարդը հանդիպի քեզ, ոչ թե ասի ինչ հետաքրքիր մարդ էր, այլ այս մարդի միջոցով ես զգացի, որ Աստծուն մոտ եմ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս տեսանյութը ուղարկել քո բոլոր քրիստոնյա ընկերներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու օրվա սուրբ հատվածի բացատրությանը։ Աստված օրհնի բոլորիդ։